Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, դեկտեմբերի 25 Ահակույսը կհղիանա և մի որդի կծնի, և նրա անունը կկոչի Էմանուել։ Եսայիա մարգարեություն 7:14 Սիրելիներ, եկեք այսօր ուղևորվենք Բեթղեհեմ, որպեսզի հովիվների և երկրպագության եկած մոգերի հետ տեսնենք Հրեաստանի նոր ծնված թագավորին։ Քանի որ ըստ մեր հավատքի մենք բոլոր հիմքերն ունենք ասելու. մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց։ Հիսուսը մարմին հագած Աստված է, մեր Աստվածն ու Տերը, և դրա հետ մեկտեղ մեր եղբայրն ու ընկերը։ Այդ պատճառով եկեք երկրպագենք նրան և միևնույն ժամանակ հիանանք նրանով։ Եկեք անմիջապես նշենք նրա գերբնական բեղնավորումը, որ կույսը հղիանար ու որդի ծներ, չլսված ու աննախադեպ բան էր դա։ Առաջին խոստումը կնոջ սերնդի մասին էր, այլ ոչ թե տղամարդու սերնդի։ Քանի որ կինը մեղանչեց առաջինը, ինչն էլ հանգեցրեց դրախտը կորցնելուն, նա էլ աշխարհին տալիս է նրան, ով տանում է դեպի աշխարհի վերականգնումը։ Մեր Փրկիչը հիրավի մարդ լինելով միևնույն ժամանակ մնում էր սրբագույն Աստված։ Եկեք երկյուղածությամբ խոնարհենք մեր գլուխները Սուրբ Մանկան առաջ, որի անմեղությունը մարգությանն է վերադարձնում նրա կորցրած փառքը։ Եկեք աղոթենք, որ նա մեր սրտերում դնի փառքի հանդեպ այդ հույսը։ Տեսադաշտից մի կորցրեք նրա պարզ ծագումը, նրա մայրը կույս էր, այլ ոչ արքայադուստր, մարգարեուհի, մեծ կասկածի ենթակա չէ այն, որ նրա երակներում հոսում էր թագավորների արյուն, որ նա դաստիարակված էր հավատի մեջ, քանի որ քաղցրաձայն փառաբանական երգեր էր երգում։ Բայց ուշադրություն դարձրեք նրա խոնարհությունն ու հեզությանը, թե որքան աղքատ էր այն մարդը, ում հետ նշանված էր, ինչ խղճուկ էր նորածին թագավորի կացարանը։ Էմանուել, Աստված մեզ հետ է, մեր բնույթի, մեր տխրության, մեր աշխատանքի, մեր պատժի, մեր մահվան մեջ և դեռ մեզ հետ է։ Իսկ ավելի ճիշտ է ասել, մենք ենք իր հետ հարության, համբարձման, տարած հաղթանակի և երկրորդ գալուստի փառավոր շքեղության մեջ։